Շատերին ծանոթ Ղափանի երաժշտական ուսումնարանը, որ տարիներ անց վերանվանվել է Կապանի արվեստի պետական քոլեջի, 60 տարեկան է։ Հոբելյանական օրը մեկնարկեց քոլեջի երախտավոր Սերգեյ Սարաջյանի անվան վերանորոգված լսարանի բացմամբ, որտեղ առաջիկայում նոր կատարումներ կհնչեն։ Սարաջյանի սաներից է դաշնակահար Աստղիկ Գրիգորյանը, որ կրկնակի ոգևորությամբ է ներկա Հարազատ քոլեջի հոբելյանական տոնին։ Ես մեծ ոգևորություն եմ ապրում այսօր, որ ներկա եմ 60-ամյակին, հուսով եմ նույն այս կազմով նաև 120-ամյակը կտոնենք։ Կրթօջախի գործունեության 60 տարիների ընթացքն ամբողջացնող տեսաֆիլմի ցուցադրությամբ շարունակվեց հանդիսավոր արարողությունը։ Քոլեջի ներկա եւ նախկին սաները, ինչպես նաև դասախոսական կազմը երաժշտական կատարումներով եւ շնորհավորանքներով անցկացրին տոնական միջոցառումը։ Սերունդների կրթության եւ դաստիարակության գործում ներդրած ավանդի, բազմամյա նվիրումի եւ մանկավարժական արդյունավետ գործունեության համար էլ դասախոսական անձնակազմից շատերը արժանացան շնորհակալագրերին։ Գործունեության 60 տարվա ընթացքում կրթօջախը տվել է 1975 շրջանավարտ։ 2006-ից Կապանի պետական երաժշտական ուսումնարանը վերանվանվել է Կապանի արվեստի պետական քոլեջի, որտեղ երաժշտական մասնագիտություններին զուգահեռ բացվել են գեղարվեստի մի քանի բաժիններ։ Կապանի եւ Սյունիքի համար մեծ ակնառու իրադարձություն էր քոլեջի հիմնադրումը Կապանում, որովհետեւ 60-ական թվականներին մինչև քոլեջի հիմնադրումը նույնիսկ Կապանում հանքագործների քաղաքում երաժշտական դպրոցներ չեն եղել։ Ժամանակի պահանջով երաժշտական ուսումնարանը վերանվանվեց արվեստի քոլեջի։ Այսօր քոլեջում ուսանում են 122 ուսանողներ տարբեր մասնագիտությունների, որոնք բավականին ակտիվ եւ որպես ուսանող կյանք են վարում եւ նաեւ հասարակական մեծ ակտիվություն ունեն։ Հոբելյանական տարին նշանավորվեց մի շարք համերգներով, ցուցահանդեսներով, ցերեկույթներով։ Կրթօջախի առաջին շրջանավարտներից է Արաքսիա Վարդանյանը, որի ամեն առավոտը սկսվում է քոլեջի գրադարանում։ Այս շենքի առաջին շրջանավարտներից մեկը ես եմ։ Եվ այսպես տասնյակ տարիները այնպես արագ տեմպի մեջ գլորվեցին, որ ես ինքս չհասկացա, որ ինչպես դարձավ մեր պատանի երիտասարդ երաժշտական ուսումնարանը 2006 թվականին վերանվանվելով արվեստի քոլեջի եւ արդեն հասունացավ, դարձավ 60 տարեկան։ Մարզի մշակութային կյանքում այս հաստատությունը թելադրող է հատկապես արվեստասեր Կապանում։ Հեռանկարային ծրագրերի պակաս քոլեջը չունի։ Արվեստի մեջ պետք է ապրել, չի կարելի առանց արվեստի։ Իսկ դա Կապանում հասկացել են վաղուց։ Կապանցիները սիրում են երգը, սիրում են դաշնամուրը, դասականը, սիրում են նրանք հաճույքով դասական երաժշտություն են լսում եւ կարոտում են։ Այստեղ եւ դասավանդել եմ, եւ փոխտնօրեն եմ աշխատել շուրջ 10 տարի, իսկ 15 տարի էլ տնօրեն եմ աշխատել։ Այսինքն ողջ կյանքս ես այս 60-ամյա իմ քոլեջում եմ եղել։ Հաջողություններից զատ հիմնախնդիրներ են այստեղ մատնանշում։ Ուսումնական շենքը Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճը այսօր էլ մասնակի նորոգումից հետո ուշադրության կարիք ունեն։ Քոլեջը ունի այդ վերանորոգման կարիքը, բայց պետք է նշեմ, որ նաև վերջին 10 տարիների ընթացքում աշխատանքներ են տարվել իրավիճակը փոխվելու։ Մոտ 5 տարի առաջ ուսումնարանում քոլեջում ուսումնական գործընթացը իրականացվում էր էլեկտրական սալիկների, վառարանների ջեռուցման պայմաններում, բայց 2022 թվականին կարողացանք ուսումնական մասնաճենքի ջեռուցման լոկալ վերանորոգումը կառուցումը անել։ Շատ կարևորում եմ նաև, որ հետևողական լինենք քոլեջի վերանորոգումը իրականացնելու համար, այն որակը, որ քոլեջն է տալիս եւ այն պայմանները, որ երեխաները այդ պայմաններում սովորում են, անհամեմատելի տարբեր են եւ ես լիահույս եմ, որ հաջորդ Հոբելյանին առնվազն կասենք, որ նման որոշում կա եւ Կապանի արվեստի քոլեջը արդեն գոնե 61-ամյակի ժամանակ կհայտարարենք, որ արդեն ամբողջովին կվերանորոգվի։ Կազմակերպվող համերգների, ցուցահանդեսների, ներկայացումների շնորհիվ ոչ միայն պահպանվում, այլև հանրության շրջանում տարածվում են դասական երաժշտությունը, գեղարվեստը, զարգացնելով մշակութային կյանքը հենց Սյունիքում։ Նարեկ Խաչատրյան, Արթուր Հայրապետյան, Սյունիք լուրեր։